Զաքարյան քահանա էր։ Նա և կինը շատ էին ուզում երեխա ունենալ, բայց Աստված առայժմ չէր ուղարկում երկար սպասված երեխային։ Նրանք արդեն ծեր էին և չէին հավատում, որ երբևէ երեխա կունենան։ Մի անգամ Զաքարյան տաճարում հրեշտակ տեսավ։ Հրեշտակն ասաց. «Դու և քո կին Եղիսաբեթը երեխա կունենաք, նրա անունը Հովհաննես կդնեք։ Երբ նա մեծանա, մարդկանց կպատմի Աստծո որդու Գալստյանը»։ «Ինչպես դա կարող է պատահել», հարցրեց Զաքարյան։ «Աստված ինձ ուղարկել է, որ այդ մասին ասեմ քեզ», պատասխանեց հրեշտակը, «բայց քանի որ չհավատացիր ինձ, դու համր կլինես և չես կարողանա խոսել, մինչև որդուդ ծնունդը»։ Աստծո խոստումը կատարվեց։ Զաքարյան կորցրեց խոսելու ունակությունը, բայց Հովհաննեսի ծնվելուն պես վերագտավ այն։ Զաքարյան և Եղիսաբեթը շնորհակալություն հայտնեցին Տիրոջը իրենց և Աստծո որդու համար, որը պիտի գար։